Հակառակորդը վերջին շրջանում ակտիվորեն կրակում է Սյունիքի Տավուշի գյուղերի ուղղությամբ, թիրախավորելով բնակիչների տները։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է գնահատում։ Այո, կրակոցներ հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, դրա մասով մեր պաշտոնական լրահոսը գերատեսչության ինքը տեղեկատվություն տալիս։ Գլխավոր շտաբի պետի ձևակերպմամբ ադրբեջանական կողմի նպատակը զինծառայողների ու սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելն է։ Բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը եւ իրադրություն հարաբերական մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ունեցած ուժերով եւ միջոցներով եւ սահմանային խորհուրդներում հակառակորդի կողմից ոչ մի նմանատիպ սադրիչ քաղաքականության գործողություններ չկա։ Հարցին Ասրյանն էլ է վստահ, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, գլխավոր շտաբի պետը պատասխանում է, հղումանելով վարչապետին։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում է նաև ի պաշտոն է զինված ուժերի համար գերագույն հրամանատար, այնինչ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դա հնչեցնելու համար։ Լրագրողները գլխավոր շտաբի պետից փորձեցին տեղեկանալ, թե նա ինչ կարծիք ունի զինծառայությունից փողի դիմաց ազատվելու շրջանառվող նախագծի մասին։ Ասրյանը հայտնեց, թե առաջիկայում պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում կլինի քննարկում եւ այդ ժամանակ կներկայացնեն իրենց տեսակետը։ Մենք շահագրգռված ենք, որպես զինված ուժերը համալրվեն առողջ, բանիմաց, կրթված զինծառայողներով, այսինքն քաղաքացիներով, իսկ գլխավոր շտաբի պարտքն է այդ համալրած զինծառայողներին ուսուցանել, շարունակել կրթելը։ Կոռուպցիոն երևույթները շատ են բանակում։ Ասրյանն ասաց, այո, լինում են դեպքեր, երբ տարբեր զինծառայողներ, սպաներ, պայմանագրային զինծառայողներ փորձում են կոռուպցիոն ռիսկերի գնալ, սակայն պաշտպանության նախարարությունն իր պարտքն է համարում դրանք արմատախիլ անելը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։